Top Gun Տասփաստ Top Gun ֆիլմի մասին, որ քչերը գիտեն։ Սկսենք առաջին մասից, որը նկարահանվել է 1986 թվականին։ Առաջին, Թոմ Քրուզը չգիտեր ինչպես վարել մոտոցիկլետ։ Չնայած որ ֆիլմում նա վարպետորեն սլանում է Kawasaki մոտոցիկլետով, նախինում այն երբեք չէր վարել։ Նա ստիպված էր արագացված դասընթացներ անցնել դիլերի կենտրոնի կայանատեղիում։ Երկրորդ, ռեժիսորը վճարել է $25,000 մեկ կադրի համար։ Ռեժիսոր Թոնի Սքոթը ցանկանում էր իդեալական մայրամուտ նկարել ավիակիր նավի վրա, բայց կապիտանը հրաժարվեց հսկայական նավի ուղղությունը փոխել։ Սքոթն անմիջապես իր գրպանից $25,000 չեք գրեց եւ տվեց կապիտանին, որպեսզի 5 րոպեով նկարի այդ կադրը։ Հետևեք ալիքին։ Երրորդ, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հավաքագրումը աճեց 500%-ով։ Առաջին ֆիլմի էկրան բարձրանալուց հետո օդաչու դառնալ ցանկացողների թիվը կտրուկ աճեց։ Կինոթատրոնների դիմաց նույնիսկ հատուկ զինվորական հավաքագրման կետեր տեղադրվեցին։ Չորրորդ, խորհրդային MiG-28 գոյություն չունի։ Առաջին ֆիլմում որպես հակառակորդ MiG-28 կործանիչները իրականում հորինված են։ Նկարահանումների համար օգտագործվել են սև գույնի ներկված ամերիկյան F5 կործանիչներ։ 5-րդ, ողբերգություն նկարահանման հրապարակում։ Առաջին ֆիլմի նկարահանումները ստվերվեցին ողբերգությամբ։ Պրոֆեսիոնալ կասկադյոր Արթ Շոլը զոհվեց, երբ կատարում էր բարդ հնարք, եւ նրա ինքնաթիռը հայտնվեց Խաղաղ օվկիանոսում։ Ֆիլմը նվիրված է նրա հիշատակին։ 6-րդ, անցնենք 2022 թվականին։ Չինաստանի հետախուզությունը խաբվեց կեղծ ինքնաթիռից։ Ֆիլմի սկզբում ցուցադրվում է գերձայնային Dark Star ինքնաթիռը։ Այն Մարտին Լոքհիդի կողմից ստեղծված մոդել էր։ Դա այնքան իրական տեսք ուներ, որ Չինաստանը փոխեց իր լրտեսական արբանյակի ուղեծիրը, որպեսզի լուսանկարահանի այն, քանի որ կարծում էր, որ դա ԱՄՆ-ի գաղտնի զենքն է։ 7-րդ, նկարահանվել է աննախադեպ քանակի նյութ։ Միայն խցիկում գտնվողներից նկարահանվել է ավելի քան 800 ժամ տեսանյութ։ Դա ավելին է, քան մատանիների տիրակալը երերքության բոլոր նյութերը միասին վերցրած։ 8-րդ, կադրերում ցուցադրված տառապանքն իրական է։ Ֆիլմում դերասանները իսկապես գտնվում էին FA-18 կործանիչների մեջ։ Կադրերում երևացող նրանց ծռմռված դեմքերը եւ ցնցումները դերասանական խաղ չեն։ Նրանք զգացել են մինչև 8G գերծանրաբեռնվածություն։ Դա նշանակում է, որ քաշը դառնում է 8-հապատիկ։ 9-րդ, արհեստական բանականությունը փրկեց Iceman-ի ձայնը։ Վել Քիլմերը կոկորտի քաղցկեղի դեմ պայքարելու արդյունքում գրեթե կորցրել է խոսելու ունակությունը։ Նրա ձայնը ֆիլմում ստեղծված է արհեստական բանականության միջոցով։ The Navy needs Maverick. The kid needs Maverick. Մասնագետները վերցրել են նրա հին ձայնը եւ վերարտադրել դա արհեստական բանականության միջոցով։ Եվ 10-րդ, անձնական ինքնաթիռ կադրում։ Ֆիլմի վերջում, երբ Maverick-ը եւ Penny-ն թռչում են հնաոճ P-51 Mustang ինքնաթիռով, պատկանում է անձամբ Թոմ Քրուզին եւ նա է վարում այդ կադրերում, քանի որ նա պրոֆեսիոնալ օդաչու է։ Մեկնաբանություններում գրեք ձեր սիրած ֆիլմերը, որպեսզի անդրադառնանք։ Հետևեք ալիքին, դեռ շատ ֆիլմերից եմ խոսելու։